Երեխաներ կհասկանաք չէ որտեղ ենք։ Պարզա չէ։ Սանտա Կլաուսի տանը։ Բարի գալուս Black Angus Signature։ Ես շատ ոգևորված եմ, որովհետև ձեզ եմ ներկայացնել մի շատ հետաքրքիր էլեմենտ, ահա որ շատ ուրախ եմ այդ փաստի համար։ Եկեք։ Երեխեք Արգենտինայի հավաքականի Մեսսի շապիկնա Մեսսի ստորագրությամբ։ Օրիգինալն է։ Ինչ շատերը կհասկանան։ Ինչ շատերը կհասկանան։ Դուք չեք հասկանա, բայց ինչ շատերը կհասկանան։ Մեսսի շապիկից բացի պատին կախված են շատ հետաքրքիր նկարներ եւ եւս մի հետաքրքիր էգզեմպլար վերևում Մայք Թայսոնի ձեռնոցներն են եւ շորտիկը։ Իսկ դուք գիտեք, որ այստեղ կան շախմատի համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թու շախմատի տախտակը սեղանն է ու դու կարող եք խաղալ ձեր ընկերների հետ։ Շախմատ։ Երեխեք չեմ հավատում, որ հիշեցի, թե որը որտեղ է դրվում։ Վերջին անգամ չէ որ դասանում էի շախմատ շարել։ Նեղ եւ գեղեցիկ աստիճաններով մենք բարձրանում ենք դեպի երկրորդ հարկ։ Օքեյ, այնտեղ կան նստած մարդիկ, չենք ուզում բարձրանալ վերևը ցույց տալ, բայց ինտերիերը էլի նմանապես շատ սիրուն։ Ու ինչպես նշեցինք, ինտերիերի բոլոր էլեմենտները ինչ որ հետաքրքիր ծագում ունեն, հետաքրքիր դիզայներների պատրաստված նմուշներ են եւ այլն, ու իրենք այդ ամեն ինչ չեն թողել հենց այնպես եւ հավաքել են մի գրքում, կոչելով այն The Creators։ Ու դենց սիրուն ամեն մեկի պատմությունը գրված է իր ծագումով, թե որ երկրից, որ թվականի, որ դիզայների կողմից, մի խոսքով գնանք։ Եկեք գնանք երեխեք ջան մեր սիրելի հատվածը։ Կստացի, մենք վերևում նկարել էինք, որ իրանք ունեն սենց լիվ, ուտելիքը գալիս է, սենց բաց, ոյ, կեղտոտեր։ Ընդեղ ուտելիքը գալիս է, վերցնում են ու արդեն մատուցում են, վերևի հարկում էլ կա այդ։ Գնում ենք իրանց toilet-ը, շատ սիրուն է, մի հատ եկեք էլի։ Очень красиво, очень красиво. Ասենք շատ լավն է։ Ребята, Ես սիրում եմ սենց խառը գույներով ու պրինտներով բաներ։ Հələ ինչ հավես է այս ամեն ինչ, այս շարիկները։ Это ապակի, кстати։ Երեք պլիտկաները շատ լավն է։ Ուզում եմ ասել, որ շատ դժվար է այս ամեն ինչի մեջ, երբ որ խառն է, սիրուն ինչ որ աուրա ստանալը, но мне очень нравится эти плитки։ Եղեք նայեք ես եմ, ինձ են նկարել, մազերս կապած աստեղ ուղակի։ Եկեք հոտը տեսնենք լավն է իրենց։ Հա, կստացի շատ լավն է։ Իրականում շատ դժվար է։ Լավ հոտ չէի տեսա ես այսքան ժամանակ։ Հոտը չեն տեսնում։ Նայեք ինչ հավես ռակովինա եմ, փակեմ սա։ Նայեք ինչ հավես ռակովինայի Դվերը զգրտի։ Շատ եմ հավանում իրան զուքանը, որովհետև ահա որ կայֆ է, երբ որ սենց խառը պրինտեր են անում։ Վինտաժ զուքարան։ Այո։ Հարգելի դիտորդներ, ուրեմն մեզ մոտ այսօր տրամադրվածություն ընդհանրապես չկար, եթե անկեղծ շուրբան նկարելով, որովհետև եկել էինք, ուզում էինք նստեինք, մեր համար հանգիստ, վայել էինք մեր ժամանակը եւ այլն, եւ այդ իսկ պատճառով շատ հեշտությամբ կարողացանք ընտրել մեր ոդկասթի թեման, որն է The Art of Doing Nothing, ոչինչ չանելու արվեստը, կամ այդպես սիրված տարածված արտահայտություն կար Dolce far niente, The Sweetness of Doing Nothing. Мне уже нравится. Да, Мне тоже тоже очень нравится. Так, давайте уж приступим к делу. Երբ ա եղել վերջին դեպքը, որ դուք մտաբերում եք, որ ոչինչ չեք արել։ Ոչինչ չի զբաղեցրել ձեր միտքը, որ դուք պետք է անեք։ Սարայի հետի արշավը։ Ես երբ որ գնացի Սարայի հետ այս վերջերս մի 2 շաբաթ, 3 մի ամիս չեմ հիշում։ Արշավ, այդ օրը ես ոչինչ չունեի անելու, այսինքն ուզենայել ինչ որ բան չէի կարող անել, դրա համար իմ ուղեղը սենց անջատված վիճակում էր։ Ես ոնց որ ոչ թե համաձայն չեմ, որ արշավին բան չես արել, լրիվ հասկանում եմ, որ դու համ գործ չես արել, համ կապ չես ունեցել, համ միտքդ ազատ եղել, որ ինչ որ քայլես եւ այլն։ Մտքի հանգստությունն է միակ այդ կոմպոնենտը, որը ինձ սա է, բայց այդ շատ հավես է, բայց չգիտեմ խի ես գնացի այն
nothing-ին, որ պրոստը սենց պարկում էի ու ոչ մի բան չէի անում, ու սենց պրոստը ոչ մի բանի մասին չէի մտածում։ Դա համար որ վերջի անգամ մտածում եմ, այդ եղել է իմ համալսարանական կյանքի տարիներից մի երևի մի 2-3 օր, որ եղել են տենց օրեր, ես դասից հետո գնամ տուն, ինչ որ գործ չունենամ անելու, սյոմկա չունենամ, ու գնացել եմ տուն, վայելել եմ այն պահը, որ ուղղակի պարկել եմ ու ոչ մի բան չեմ արել, շատ հավես է։ Welcome to the outfit check part. Սկսենք outfit check-ը այսօր ինձնի։ Ուրեմն, այս կոֆտաս, sweatshot-ս Collusion, եթե չեմ սխալվում, տաբատը Zara, կոշիկները կրկին Roberto, անջողերս անկեղծ չգիտեմ նվեր է, մազակալս կրկին նվեր է, իմ մզնոցներից աստղերը Սոֆուկիս նվերն է, Արարատը Մերիիս նվերն է։ Երևս այսքանը։ Եվ ականջողը նվերը, բայց չեմ հիշում էլ, որ ոնց որ դարերով տանը կար։ Այս էլ моя мама подарила։ Այսքանը։ Բարև ձեզ երեխաներ, մենք շարունակում ենք այսօրվա outfit check-ը։ Մենք այսօր Թոմիկի հետ միասին ենք անում outfit check-ը, որովհետև you can tell Շուբան Zara։ Իմ հուդին էլ է Zara։ Իմ հուդին երեխեք Pull and Bear։ Ահա։ Իմ շալվարը Stradivarius է։ Իմը չգիտեմ, իմը ասոցիացիա, բայց չգիտեմ ինչ բրենդ է։ Мои ботики Nike, и мои сапожки Paoli. Да, that's all. Այսօր ոչ մի զարդ չունենք մեր վրա, մեր զարդը այսօր մեր շուբան է։ Հնչեցնում եմ երկրորդ հարցը։ Ինչու ենք մենք մեզ հաճախ մեղավոր զգում, երբ մեզ թույլ ենք տալիս ոչինչ չանել, լինել պարապ։ Я хочу передать привет своей маме. Իրականում ինձ թվում է սա այնպիսի հարց է, որը որ գալիս է մանկուց, որովհետև օրինակ նախորդ էպիզոդներից մեկում ես ասել էի նրա մասին, որ իմ մեջ կա այդ իդեալական լինելու սինդրոմը գնահատականների հետ կապված, դասերի հետ կապված եւ այլն, որից ես ինչ որ չափով փորձում եմ ազատվել, որը որ ինձ խանգարում է լիովին իմ հանգիստը վայելել, այնինչ հանգիստը հանդիսանում է այն ամենակարևոր կոմպոնենտներից մեկը մեր օրվա ընթացքում, որը որ մեզ օգնում է հավաքել էներգիա այդ բոլոր գործերը հասցնելու ու անելու համար։ Հենց որ հա երևի թե շատ բան գալիս է ընտանիքից, մամաներից, եւ որովհետեւ իմ մաման շատ արագաշարժ մարդ է, իր մոտ ամեն ինչ պետք է իր հետևից արագ լինի, որը որ նաեւ ոնց հասկանում եմ իմ մեջ է, արդեն սկսվում արտահայտվել։ Հա, իրականում ես շատ եմ մտածել այս հարցի շուրջ ու չգիտեմ այդ կապված այնպես մեր մամաների, այսինքն մեր մամաների սերնդին բնորոշ երևույթ է սա, թե ուղղակի այդ սերնդի որոշ ներկայացուցիչների կամ գուցե մեծամասնությունը, բայց իմ մամայի մոտ ու երբ Թոմի մամայի մոտ եւս վստահաբար կա այդ, որ երբ մենք փորձել ենք փոքր լինել պարապ, այսինքն օրինակ դպրոցից եկել դասերն ավարտել ենք ու մեզ կարող ենք թույլ տալ լինել sense հանգիստ պարապ նստած, իրենք Բա այդ ժամանակ կարաս սրա վրա ծախսես, նրա վրա ծախսես։ Ես չեմ մեղադրում, բայց փաստ եմ արձանագրում, որ այդ երևույթը, երբ որ քեզ անդադ հիշեցրել են, որ դու կարող ես այդ ժամանակը ծախսել այլ բաների վրա, քո մեջ նստված կա թողել ու ստեղծել է այդ ռեֆլեքսը երևի թե մտքի օրգանիզմի այդ պատասխանը քո հանգիստ պարապ նստելուն, որ չէ, դա ինչ որ արգելված բան է, ինքը այդքան էլ լավ բան չի, կարող է ուրիշ բան անել, բայց չէ, իրականում եթե դու ուզում ես որակով կատարել են մնացած գործերը, որոնց մասին քեզ հիշեցնում են կամ դու ինքդ հիշում ես, որ դու պետքա կատարես, քեզ պետքա բնականաբար հանգիստ, թե չէ քո միտքը, երբ որ ինքը շարունակաբար առանց հանգստի փորձի կենտրոնացումը պահել այդ բոլոր կոմպոնենտների վրա, ինչ որ պահի սիստեման զբոյա տալու։ Հանգիստը շատ կարևոր է ու մենք պետքա մեր մեջ բան անենք, սերմանենք եւ մեզ սովորեցնենք նրան, որ մեղավոր չզգանք ուղղակի հանգստանալուց, պարապ մնալուց, որովհետեւ օրգանիզմը կա ինքը ակտիվ հանգստից է հանգստանում, օրգանիզմը կա ուղղակի պարապ, օրգանիզմը կա պրոստը քնելուց։ Համաձայն եմ, այսինքն ոչ թե համաձայն, իրականում ես շատ ուրախ եմ մի կողմից էլ, որ այդ ամեն ինչի մեջ կա, որտեղ դա ինձ օգնել է, որ ես չմեծանամ ալարկոտ մարդ, այսինքն ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն անում, չունեն ինչ-որ նպատակներ եւ այլն, այսինքն ինչ-որ չափով այդ ամեն ինչից օգնել է, չէ՞ որ ես կարողանամ դառնամ ավելի նպատակասլաց եւ հասնեմ իմ ուզածին։ Մերոնք այդպես չեն եղել ինչ առումով, որ անդադ չեն ասել ինչ-որ գործ արա, բայց
Իրականում իմ մաման էլ չի ասել ինձ գործարա, ուղղակի իր այդ պատասխանատվությունը Երևի գիտես մացա Вообще, ճիշտ դա ասել, ամենի նկատմամբ, որ իրանք մեզ ուղակի սովորեցրել են կոկիկ ու մաքուր ապրել, ոչ թե անընդհատ ասել են գնա գործարա։ Իմ մաման էլ է Թոմի պես արագաշարժ, ոնց որ ես այդ ամեն ինչը տեսնելով իրա նման եմ ու սիրում եմ, որ ամեն ինչ հենց տան գործի առումով արագ արվում է ու դառնում է կոկիկ ու դու կարաս նստես հանգստանաս քո խոհանոցի օրինակի համար կոկիկ ու մաքուր միջավայրում տարածքում։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ես ինձ կարողա ինքս ինձ մեղադրեմ, որ ես գործ չեմ անում, լրիվ համաձայն եմ։ Օրինակ, որ տանը մենակ եմ ու կարողանում եմ ժամանակ հատկացնեմ իմ քնին։ Քնելուն։ Ու ժամանակ հատկացնել իմ քնելուն, ոնց որ ինքս ինձ մեղադրում եմ, որ ես կարամ այդ ժամանակը ծախսեմ նրա վրա, որ օրինակի համար տունը կարամ մաքրեմ ու ժողովուրդը կարան գան մաքուր տեսնեն ու էլ օրինակի համար մամային գործ չի մնա անելու ու պրոստը գնում պարկում քնում եմ այդ քնելու ժամանակ ես ինքս ինձ մեղադրում եմ որ պիտի չքնեի Սիրելի հետևորդներ մեզ սիրել են շատ սիրուն իրանց այսին որ sense բիսկվիտ մենք երբեք փորձած չենք լինի Եվ կարծես թե գլուկվինն է չայը Խառը հատապտղային sense Անուշ կորկոդե cozy weather որ վիկտորիանսկի էպոխայի մուլտիկներում ցույց են տալիս են սպուխլինկի տորթեր կրեմներով եւ այլն Հա բայց շատ ինչ որ sense եկեք փորձենք ու գնահատենք Եվ դրանից հետո կգնահատենք նաև մեր փորձած մյուս ուտեստները Такой вкусный крем, боже мой Ոնց որ իմ սարկած տորթը լինի Երեխեք լուրջ եմ ասում իմ սարկած տորթի համն է գալի Տորթի մեջ դաժե իդեալական է հիմա իրա վիճակը, այսինքն ոչ տաք, ոչ սառը։ Ինքը вообще քաղցր չի շատ sense են որ ասես քաղցրակերի համար է, ինքը իդեալական բան է։ Հա, շատ հավոր։ Ինձ թվում է այս այն տորտիկներից է որ անverջ կարելի է գալ ու ուտել, ասենք եթե ուզում ես դեսերտ, sense վազդուշնի Հա, ինքան իդեալական է համով դու կերած վիճակում կարող ես իրան ուտես, այս sense ասա որ հասկանաք։ Երեխեք ուզում ասեի որ вообще որ ասում ես Black Angus եւ այլն, բնականաբար տամի չհասցածում ինչ որ sense բուրգերների հետ, կասարակ ուտես գնաս, բայց հիմա մենք նենց ույուտ ենք այստեղ նստած, չեք պատկերացնի։ Շատ Եղեք իրենց չայ բաժակներով եկեք կենացի կասենք, նայեք ինչ լավն են։ Cheers։ Մեր այսօրվա թեմայի համար եկեք խմենք, որ ունենանք տենց պահեր ոչինչ չանելու, ուղղակի Համաձայն եմ։ Ուրանալ վայելել այն պահը ինչ որ կա։ Առաջին ուտեստը որ մենք կերանք signature բուրգերներ։ Signature բուրգերներ եւ քանզի ինձ մոտ եւ վստահ եմ շատերիս մոտ բուրգեր ասելիս հայաստանյան իրականությունում ասոցիացիաները գնում են միանգամից Black Angus-ի հետ։ Ես շատ ուրախ եմ որ Black Angus signature-ը, որ իրենց ավելի ռեստորանային մթնոլորտ ունեցող մասնաճյուղն է, այստեղ փորձեցինք իրենց հենց signature բուրգերը, որը իմ համար 10-ից 10։ Դե մենա тоже։ Իրենք որպես բրենդ ենքան են զարգացել, որ ես շատ հանգիստ կարողանում եմ իրանց վստահեմ sense ասել։ Օրինակ ես որ սոված եմ լինում ու ինչ որ բուրգեր եմ ուզում, քո ասածն այն մոտ գալիս, որ գնանք Black Angus ուտենք, որտեղ նախ 1 համով է, 2 կշտացնում է, 3 ես շատ եմ սիրում իրանց սոխ յողակները շատ համով են։ Բուրգերը կարծում եմ ես կգնահատեի 9-ից 10-ից 9։ Դիտես խի եմ ասում 9-ից 10, որտեղ վիզուալ եմ պատկերացնում, տիպը 9-ից 10 Տենց է չէ գրվում, հա, ու ես այն կողմից եմ կարդում իրան։ Մենք նաև պատվիրել էինք աղցան, որը կոչվում էր horse radish green։ Ինքը կանաչ սալատ էր, սովորական ավոկադոյով, բիներով կանաչ, ռուկլա, Առողջ եւ համեղ։ Ոչ մի արտասովորման չմա։ հա, ես սովորական գնահատում եմ 10-ից 8։ Ես էլ։ Ես ուղղակի կանաչի հետ քան շատ չեմ սիրում թարմ։ Ես գնահատում եմ 10-ից 10, որտեվ կանաչին ամենասիրած вообще մթերքներից է։ Չէ՞ լավ 10-ից 9։ 10-ից 10 կնշանակի այն դեպքում, երբ ինչ որ wow բան լիներ մեջը, բայց ինքը շատ sense հանգիստ, բալանսավորված, cute, լավ աղցաներ։ Տակոներ էինք պատվիրել, շատ համով էր, ինձ դուր եկավ։ Skirt տակոներ էին իրենք կոչվում։ Այո, skirt տակոներ, շատ համով էին, շատ կծու չէր ինքը, ասեմ ձեզ իմանա։ Շատ բալանսավորված էր, ես որ գծվի սիրահար չեմ, շատ ինձ շատ հաճելի էր ուտել։ Ես գնահատում եմ 9, որովհետև միսը մի փոքր դժվար էի ծամում։ Պլյուսիկ 10-ից 9։ Ես գնահատում եմ 10-ից 8։ Եք ֆրին, իր տոպինգով, վրան ինչ էր բեկոն ու չեդեր։ Չեդեր եւ բեկոն համով էր, ես գնահատում եմ 10-ից 10։
10-ից 9։ 10-ից 10 երեխեք կարտոշկա գեցի բաբաժա։ Նարարը 30 կորս։ Նաև պատվիրել ենք գուակ, ես շատ եմ սիրում գուակամոլե։ Սենց սոչնի էր ինքը, սենց լավ լպրծուն վիճակների մեջ։ Լավ տակ չէ։ Անցնում ենք հաջորդ հարցին, որն է պարապ ոչինչ չանելու օրվա, պարապ օրվա իդեալական ֆորմուլան ձեզ համար։ Ես ունեմ միած շատ լավ ֆորմուլա, միած շատ լավ օր ինքս իմ գլխի մեջ, որ այդ իմ համար իրոք այդ lazy day-ն է, այդ շաբաթ կիրակիներն են, որ շաբաթ կիրակիները ազատ եմ ու տնից ընդհանրապես դուրս չեմ գալիս, հենց full տանն եմ, շատ խանութ պրոստը ու ես կարողանում եմ ժամանակ հատկացնել, մանավանդ որ մենակ եմ, music լսելու ու կարողանալու տունը հավաքելու, այն գեներալն ու բորկան, որ ասված է, այդ գեներալի ու բորկան եմ սկսում եմ հավաքել ու այդ ինքս ինձ հանգստություն է պատճառում ու այդ դառնում է գլոբալ ասված իմ հանգիստ օրը, որ dream հանգիստ օր է, էլի, որ կարամ շաբաթվա մեջ երազեմ, ասեմ երբ հագալու դապուստիմ կիրակին, որ ես կարողանամ տուն մաքրեմ ու music լսեմ ինքս իմ համար առանց ոչ մի բանի մասին մտածելու, բայց նաև ասեմ որ շատ դժվար է շաբաթ կինակիները, քանի որ գիտենք ինչ արագ են անցնում, շատ դժվար է որ այդ մտքով, որ հեսա երկու շաբթին է, ֆուլի մոռանաս քո գործի մասին ու սենց լրիվ պրոստը 10 քեզ տան գործերին։ Անընդհատ ուղեղը սենց հեսա երկու շաբթի այսը պիտի անեմ, այսը պիտի անեմ, որ պատրաստ լինի այդ ամեն ինչը։ Դրա համար ով որ կարում է այդ անի, այդ իրոք շատ մեծ skill է, ուղեղը հալալա։ Ինձ թվում է այս վիպուսկների ընթացքում դուք գոնե մի փոքր ինձ ճանաչած կլինեք եւ իմանանք, որ իմ համար на пирамиде Маслоу на самой верхушке стоит сон. Ես պատրաստ եմ 24/7 պրոստը քնեմ երեխեք։ Ես չգիտեմ։ Չկա իմ համար ուրիշ ավելի իդեալական հանգստի միջոց, ինձ եթե տանը ոչ մեկ չլինի, ոչ մեկ չգա չարթնացնի, ես պատրաստ եմ ուղղակի մինչև ժամը 5-6-ը երեկոյան քնել, արթնանալ, հաց ուտել ու էլի քնել։ Oh my god։ Նախ պատկերացնում եմ տանը լինել մենակ, որ մի տոշը չեմ սիրում տնեցիքից, չէ, բայց որ սենց լինեմ հանգիստ, ինձ ոչ ոք չասի, ինչ ուրիշ բան արա, չշեղեն ինձ։ Չկան չարթնացնեն։ Արթնանամ իմ խոդով, բայց իմ խոդով արթնանալը այդ 7:30-ն է։ Okay, վաղ արթնանալ, սիրուն նախաճաշել, այդ բազովի տունը հավաքել, որ աչքիս առաջ ինչ-որ բարդակ չլինի, նստել, ինչ-որ կինո նայել, գիրք կարդալ, խաչբար լուծել։ Ես դեդ եմ երեխեք։ Չգիտեմ, ես այդպես բաներ եմ սիրում։ Կինո կնայեմ, կարամ ցերեկը քնեմ, չգիտեմ, ինչ-որ սենց պարապ, բայց մեկ էլ դուրս գամ քայլեմ իմ համար գյուղով, հիմնականում տենց այգիներով բան, ինչ-որ հավես lazy day, մայրամուտ նայեմ, եթե շուտ արթնանամ արևածագ նայեմ։ Որ օգնեցիր արդեն դու։ Ինչ lazy day։ Չէ, կայֆ է, այսքան ես չունեմ ինչ-որ տենց կոնկրետ գործ անելու ու այդ անելիքները, այդ երևույթները ինձ հաճույք են պատճառում եւ ես սիրում դրանք անել, երբ որ միտքս հանգիստ է, ու տենց, так что да։ Ամեն դեպքում կարող եմ օրինակ տանը պարապ նստել, պարկել եւ այլն, բայց ունենամ ինչ-որ բաներ, որոնք իմ միտքը հանգիստ չեն տալիս, անհանգստություններ, այդ դեպքում միանշանակ չեմ հանգստանա։ Ուստի, այո, մտքի հանգստությունը ուղիղ կապված է ձեր հանգստի հետ։ Ինչևէ, don't worry, be happy։ Հենց այնպես չէ ասված։ Թերևս այսքանը սիրելիներ։ Կտեսնենք ուղիղ 2 շաբաթից։ Սիրում ենք ձեզ, շնորհակալ ենք ձեզ։ Կհանդիպենք Թասոսայի YouTube-յան եթերում։ Հաջողություն։